Տիկին Մաթևոսյանին չկասեք նամակը չվերցնելու մասով եւ նախորդ նոյեմբերի 28-ին եւս նամակ էիք հանձնել, ըստ էության արձագանք նույնպես չկա, ինչպես եք մեկնաբանել։ Մենք գիտենք, որ այստեղ նամակ չընդունելը պրոտոկոլային է, այսինքն այդտեղ չեմ ուզում դիտավորություն տեսնել, բայց եւս մեկ անգամ ներկայացուցիչներին զգուշացրեցի, որ այո, դուք ասում եք մեզ ուղարկեք էլեկտրոնային տարբերակով, մենք այսպես չենք վերցնում, բայց մենք ուղարկում ենք, դուք չեք արձագանքում։ Եվ խնդրեցի, որ զգուշացնեն, որ մեր ոչ նախորդ նամակին, ոչ երեկվա դրությամբ urgent տարբերակով ուղարկված նամակին դեռևս պատասխան չի ստացվել եւ մենք ակնկալում ենք պատասխան եւ աշխատակիցը տեղեկացրեց, որ վաղը անպայման կտեղեկացի համապատասխան իրավասու մարմիններին այդ մասին։ Ես չեմ դադարում հույս ունենալ, որ այս կարգի ապօրինությանը կարելի է մատերի արանքով նայել եւ այն 3 կապիկների սկզբունքով բերանփակ, ականջներփակ, աչքերփակ առաջնորդվել։ Ոչ, մեր խնդիրն է ամեն կերպ հասցնել, որ դուք տեղեկացված եք եղել խնդրի մասին։ Հարգելի դեսպաններ, հարգելի Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դուք ստացել եք նամակներ, ձեզ արձեռնն են հանձնվել նամակներ, դուք տեղեկացված եք եղել խնդրի մասին։ Հետևաբար լռությունը արդեն ձեր պատասխանատվությունն է, ոչ թե մեր խնդիրը, որովհետև շատ դեպքերում իրենք հայտարարում են, որ տեղեկացված չեն եղել ներքին զրույցներում, բայց հիմա իրենք այլևս հրապարակայնորեն այս փաստը արձանագրված է, իրենք չեն կարող դա ասել։ Եվ հետևաբար հաջորդիվ արդեն արձանագրումների փուլն է գալու։ Մենք վերջին տարիների ընթացքում տեսնում ենք Հայաստանում եվրոպական կառույցների քաղաքականության փոփոխությունը, բայց կներեք, դա մեզ չի հետաքրքրում։ Մենք շարունակելու ենք պահանջել իրենցից իրենց գործառույթների իրականացում, իրենց պարտականությունն է, իրենք այդ փողերը Հայաստանում ներդրել են դրա համար։ Իրենք մարդկանց վստահեցրել են, որ իրենք Հայաստանում աշխատում են ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար, մարդու իրավունքների պաշտպանության համար, խոսքի ազատության պաշտպանության համար։ Եվ մենք պահանջում ենք ընդամենը իրենց գործառույթների իրականացում։ Մենք ստանդարտ իրավիճակում չենք։ Պարզապես մարդիկ չեն, ովքեր քաղաքական բանտարկյալներ են եւ կալանավորման հերթական օրն են կրում։ Մենք այլևս հրատապության խնդիր ունենք, որովհետեւ ունենք քաղբանտարկյալ, ով բացի ապօրինի կալանավորված լինել է նաեւ հացադուլի մեջ է։ Եվ արդեն 5-րդ օրն է հացադուլը շարունակվում է, այն էլ պատժախցում։ Նախորդ ակցիայի ժամանակ դիմեցիք նաև ընդդիմադիր ուժերին կոչ անելով քաղբանտարկյալների թեման իրենց օրակարգը բերել եւ քայլեր ձեռնարկել Սաղաթելյանի եւ Սամսոնյանի ազատ արձակման ուղղությամբ, կան արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժերից արձագանքներ, թե ոչ։ Այո, արձագանքներ եղել են, մեզ հետ բազմաթիվ հանրային գործիչներ եւ քաղաքական գործիչներ կապ են հաստատել եւ իրենց պատրաստակամությունն են հայտնելու աջակցել։ Եվ մենք քննարկումների փուլում ենք այդ աջակցությունը ավելի պրակտիկ դրսևորումների վերածելու համար։ Քաղաքական ուժ կոնկրետ որ քաղաքական ուժից է արձագանք։ Այժմ չեմ ուզում փակագծերը բացել, քանի որ քննարկումների փուլում ենք։ Վստահ եմ, որ Նարեկ Սամսոնյանի վճռական քայլը անպատասխան եւ անարձագանք չի մնալու։